3200 մարդ, ովքեր որ ունեին անհուսալի վարկեր, 3 տարուց ավել դասակարգված, 1 միլիոն դրամը մայր գումարը չգերազանցող վարկեր, դիմել են միասնական սոցիալական ծառայություն, համապատասխան կայքով լրացրել են իրենց դիմումը ու անցել են գրանցված աշխատանքի եւ հիմա նրանց աշխատավարձի բերումով գոյացած իրենց եկամտահարկը, որը իրենք ոչ մի պարագայում չէին ստանում, այդ եկամտահարկի մի մասը հիմա ուղղվում է իրենց վարկի մարմանը։ Սրան զուգահեռ նաև իրենց աշխատավարձից է պահումներ կատարվում եւ նրանք շատ արագացված կերպով կարող եմ ասել, որ կազատվեն իրենց անհուսալի վարկերից, պարտավորություններից, հետագայում էլ արդեն դուրս կգան բանկերի այդ սև ցուցակ կոչվածից եւ կկարողանան արդեն առողջ վարկեր ձևակերպել։ Բայց սա կարևոր է նաև նրանով, որ այս մարդիկ վերափոխել են իրենց անհուսալի վիճակը, դուրս են եկել այդ կախվածությունից, այդ ճնշող օղակից որպես այդպիսին, ԴՀԿ-ից, այս մեկից, այն մեկից, անդադ այդ ճնշման վիճակից դուրս են եկել, գնացել են գտել են աշխատանք ու հիմա հենց իրենց օգնել են ու թույլ են տվել, որպեսզի պետությունը եւս իրենց օգնի, որպեսզի իրենք հաղթահարեն իրենց անհուսալի վիճակը։ Բայց ինչպես ասում են գովազդներում բանում, որ ասում են, չէ, սա դեռ ամենը չէ եւ սա դեռ ամենը չէ։ Այս թեմայով ես շատ էի խոսել ու մեկնաբանություններում, անձնական նամակներում շատ էր խոսվում Վարկ-ՍԵՄ կազմակերպությունից ստացած վարկերի մասին։ Այս թեմայով նամակներ են ստացել նաև սոցիալ նախարարությունում, կառավարությունում եւ ուզում եմ ուրախացնել ձեզ, որ կառավարությունը եւ սոցիալ նախարարությունը ականջալուր ա եղել այդ խնդրին եւ շուտով Վարկ-ՍԵՄ-ից վարկերը եւս ստացած վարկերը եւս կավելանան այս ծրագրի շրջանակներում սպասարկվող վարկերի ցուցակում, այսինքն այն մարդիկ, ովքեր այդ Վարկ-ՍԵՄ կազմակերպությունից եւս ունեն անհուսալի վարկեր, նրանք եւս կկարողանան օգտվել այս ծառայությունից, անցնել աշխատանքի, իրենց տույժ տուգանքները ավտոմատ կզրոյանան կամ դրանց 80%-ը, եթե չեմ սխալվում, կզրոյանա, իմ այդքան էլ պայտակ մտքից թռել է 80%-ը այդ տույժ տուգանքների կզրոյանա, իսկ իրենց եկամտահարկն էլ արդեն աշխատանքի անցնելու պարագայում կողվի իրենց անհուսալի վարկի մարմանը։ Նաև շատ ունեինք դիմումներ մեր զինծառայողներից, որ իրենք չեն կարողանում օգտվել ծրագրից, սա ունի օբյեկտիվ պատճառ, քանի որ զինծառայողների ցուցակը առհասարակ ինքը գաղտնիության մեջ է պահվում ու հասանելի չի այն նույն ծրագրերով, որոնցով հասանելի է, չգիտեմ, օրինակ ինչ որ միտեղ շինարար գրանցված մարդու աշխատանքի այդ պայմանագիրը եւ մնացածը սոցիալ նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համագործակցելով շատ շուտով այս ծրագիրը հասանելի կդարձնի նաեւ զինվորական ծառայության անցնող մեր քաղաքացիների համար, այնպես որ բոլոր պայմանները ստեղծվում են, սիրելի քաղաքացիներ, որպեսզի հենց դուք առաջին օգնեք ինքներդ ձեզ եւ թույլ տաք, որպեսզի պետությունն էլ օգնի ձեզ, որպեսզի դուք դուրս գաք այդ անհուսալի, այդ փակ, ինչ որ ճնշված շղթայից, որը կոչվում է այդ անհուսալի վարկերի տակ լինելու զգացողություն, անպայման օգտվեք այս ծրագրից, եթե ունեք անհուսալի վարկեր, անցեք գրանցված աշխատանքի, դիմեք ՄՍԾ ծառայություն եւ վստահ եղեք, որ կստանաք այդ օգնությունը։ Եթե ունեք լրացուցիչ հարցեր, գրեք մեկնաբանություններում, մի քանի 100 մեկնաբանության խոստանում եմ, որ առնվազն կպատասխանեմ, բայց հաճախ լինում է, որ 1000-ից անցնում են հարցերը ու ֆիզիկապես դժվար է լինում, բայց ամեն դեպքում կփորձեմ հնարավորինս պատասխանել ու օգնել ձեզ, որպեսզի կարողանաք օգտվել այս ծրագրից, քանի որ կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ կլինի յուրաքանչյուր մեկի համար, ով հիմա գտնվում է այդ դժվարին իրավիճակում։ Այսքանը, շնորհակալություն։